ջան, սպասում ենք մայրիկին, մայրիկը կա մեկ մեքենան կանտիցյանները միացնեմ։ Երեխեքս շոկ է, մեր մոտ մի խայտարավություն։ Գնացինք, լավ որ անցկացրեցինք, շուտվանից չէինք ռուսեք եսիլ իրենց հետ։ Սերժն էլ դա իր ամուսնու չէր տեսել վաղուց, ամուսնու հետ։ Դե բնականաբար նույն մասնագիտությունն ունեն, թեման են խոսում, իմ մեքենան մի հատ լավ մաքրելու կարիք է զգացվում։ Սպասում եմ մայրիկին, եկավ արդեն հեսա կգա և կգնանք մեզ։ Ժողովուրդ ջան, սատիկ տատիկի հետ մենք վերադառնում ենք տուն։ Այսօր շատ քիչ առևտուր արեցինք, մայրիկի համար ուղղակի համար ուտատորը կեսուրին հրավիրում եմ քեզ ռեստորան, քեզ ու Այդային։ Սիրով։ Զանգեմ ռեզերվանեմ, այդ կեսուրին, որտեղ մաման երեկոյան չի սիրում, որ մենք գնում ենք միտեղ, ասում է, չէ, իրոք դժվար է, երեխեք, դաժե մենք ենք ուշ մարսում իրիկունները, որ գալիս ենք։ Այդ եղանակը հրաշալի է, դաժե կարող եմ ասել շատ հաճելի է, արդեն երկու օրվա մեջ լրիվ ծառները նայել անեն, լրիվ կանանչ է։ Կանանչ շորերը հակած գեղեցիկ, բնության գեղեցկությունն են սրանք։ Հաճելի է, շատ հաճելի ճանապարհ է։ Ժողովուրդը տեսավ շորտ էի գցել, ամբողջ այն ճանապարհ որ գնում են Գերեզմանոց, ես մենակ պարում էի։ Մարդ չկար ու բնությունը այդ նկարի մեջ, հա, նկարի մեջ տեսա որ ծառերն էս երկու օրվա մեջ կանանչել էին։ Հա, բարի վրա նման է։ Ես քեզ ինչ ասացի, ապրիլի 7-ից 8-ից սկսում արդեն կանաչել։ Ֆրանսիացի կեսուրս միշտ ասում էր ողորմի իրան, Անի, ինձանի էր ասում, mois d'avril, il faut pas quitter un fil։ Ապրիլ ամսին մի հատ տրիբանի հետ սվիտրից այդ անգամ մի հատ թել չգցես ուսերիցդ, որովհետև շատ խապուսիկ եղանակ։ Բայց մարդն է իմ համար խապուսիկ։ Ես երկու շաբթօրից արդեն սկսում եմ իջնել։ Կերմամ թող իջնի շատ շոկ է։ Բայց արև թող լինի, բայց թող իջնի է։ Հա, արև է լինում, բայց թե չէ հանձրև է գալի անա այդ կիրակի օրը, շաբաթ օրը։ Ես ավտոն Մարսելից եմ։ Ինչ գործ ունի Մարսելը մեր մոտ։ Մենք ոնց էինք գնացել Մարսել։ Այդպիսի բաներ սիրելիներս, եղանակը հրաշալի, մայրիկի հետ նստած, զրուցելով գնում ենք ծիծաղելով, խոսալով, հիշողություններով լի, գնում ենք տուն։ Գնանք տուն, մամ շատ լավ է, չէ՞ որ շատ բան չես գնել, տեղավորելն էլ դժվար չի։ Մենք մոռացել է երեխեք ջան, մենք բացի լեգլեղից բանջարեղեն էլ ենք գնել մրգեր։ Հա դե, միսեք կա այլ։ Ձմերուկ, եմիշ, ելակ, տեսնես ելակները համար կլինի, փորձեք։ Իսպանիային անա է դա վեր Բոժան վատը չի, մամ, հա։ Արևն ավելի շատ է, էլի։ Բուրջան եկանք տուն, ահավոր շոկ։ Քանի որ ես ես ասել էի, չէ, ես նվերներ ես, դեռ շարունակում եմ նվերներ ես գնել։ Նվերներ էի ստացել, դրամայի նվերներ։ Այսօր գնել եմ ինձ, ասեմ գնեցի դուխի, մի քանի օր առաջ, դուխին, իմ ավորի դուխին է, որովհետև գիտեք, Cartier-ի Pantene-ը, voilà, իսկ այսօր ես, ճիշտ ասած, ման էի գալի վարդագույն դուխի շրթներ և Ռումիանա վարդագույն, Dior-ի ամենաճանաչված իրանց ռումիանաներից մեկն է, որը ես տեսել էի, սա ինքը քո մաշկիդ գույնն է վերցնում, ինքը շատ վարդագույն չի, դարձնում է այդ ժպտերեսիկ, էլի, ես այդ աղջիկը կսեց, իրոք շատ դուրս եկավ, այ, ես տերակոտան եմ անում, բայց սա շատ լավն է, տեսեք, սա է, հենց այս գույնը, իր համարը 001 pink, սա, գնեցի, ասեցի չէ, որ նայում ես ինչ ունեմ, մագիտ գնեցի երկու հատ, մեկը վարդագույն, մեկը կարալնի, և գնեցի շրթներ, իմ սիրած ֆիրմա շրթներքի բրենդը դա Yves Saint Laurent-ն է և Dior-ը, և գնեցի վարդագույնը, այն օրը Sephora-ում չկար, և սա ես կփորձեմ և միասին սիրելիներս։ Հետո գնեցի նաև երրորդ փոդին Dior-ի կարալը, որը որ այն Sephora-ում չկար, բայց այստեղ կար։ Սա այստեղ, իսկ սա ինձ նվեր տվեց, այդ աղջիկը ինչա նվեր տվեց, որպես
ուժեղ կլիենտ, սա ինչ հա? Մասկաղա? Իլսեն լողանի մասկաղանա, վախենում ամիքսեն, բայց ոչի, և տվել ինձ երկու դեշանտիոն, մեկը տվել է, ինչա տվել, կենզո, սիշ լողնա, հրաշք ասամ, սա պահեմ, մի գուցե թե սրանից կնեմ մյուսը, ես ինչ լավնա, երեխեք, Ay telavna. Sա Armani ինչնա յուն։ Բայց այն դու ծանոթ ես, մենք յուն եք, ասես ոնց որ մանգոլինի։ Ոայ, ինչ լավն է, ֆրի պասիոն ասա։ Էկզոտիկ բուրքերի։ Այս երկուսը կպայուսակից մեջ միշտ։ Եվ ինձ պատվիրել են ինչ-որ մի բան զալամներից, բայց ես երեք բան եմ պատվիրել, զուշության բացել, որովհետև չգիտեմ, լավ կմիրավները տերով։ Շագանակագույն հարեկի, բայց ինչ է մնացածը չի եկել, չեմ հասկանում։ Տաբատ, շագանակագույն տաբատ։ Տեսնենք, կարճությունն եմ վախենում, կարճ լինի։ Հիմարություն։ Հələ եկեք փորձենք, լավ, մի հատ փորձեմ, ձեզ կասեմ, եթե լավը լինի, ցույց կտամ, եթե չէ։ Ինը այ սենց տաբաթա, տակը լայն է, ես տակը նեղ էի սիրում, բայց տեսնենք, փորձենք։ Ահա որ մեծ էր, չպահեցի, մեծ էր և սիրուն չէր, էտրոպեն Սերժն է, կասի Սերժ ինչ ես կարծում, ես չէ լավը չի, ես էլ ճիշտ ասած չհավանեցի։ Ժողովուրդ ջան եկա խոհանոց, նստած էի, այս խնձորը ոնց որ ընկել է, հա։ Հանեմ հիմա ամբողջ բանջարեղենները, դեռ չէի ոչ իման չեմ հանել, եկեք խնձոր այ էսենց լցնենք մեջ, հա։ Իմ սիրած խնձորի սորտը շանտկլեղն է, որ ասեմ շատ խնձոր սիրում եմ, սուտ կլինի, բայց գնեցի, որովհետև Սերժն էլ է շատ, Սերժն համար եմ գնում հիմնական, ինքը շատ է սիրում, խնձոր ամեն երեկո ինքը պետք է մեկ հատ խնձոր ուտի, և խնձոր եմ գնել և տանձ, տանձել եմ գնել, չգիտեմ, ուզի, չի ուզի, տանձը համեղ է, տանձնել է լավ բան, շատ է տանձ եմ գնել, հետո գնեցի երկու տուփ ելակ, գնել եմ այս սալատից Սերժը շատ է սիրում, բանան, ողք, 4 հատ արհեստական պամիդոր, այս փուջուր վարունգներն են լավը, 5 հատ գնել եմ, պղպեղ, որ վաղը սալատ, 5 հատ եմ գնել սալից, չծաղալու էր, բայց ոնց որ թե ինքը խնձոր էր բերել, այստեղ, և գնել եմ ժողովուրդ ջան եմիշ, կես հատ եմիշ, և կես հատը չէ, ավելի քիչ ձմերուկ կտրած, փորձենք, տեսնենք, հիմա սրանք կտրատեմ, դնեմ միանգամից սառնարանը, Սերժը շատ է սիրում սառը։ Հիմա մի հատ լես ելակը փորձենք, տեսնենք ինչ է իրանից ներկայացնում։ Մաման ասում է պարնիկի է ֆլան ֆստան։ Տեսնենք հələ մի հատ լվանը։ Երեխեք, ես ուսերից պրիստուպն է սկսել։ Ոնց որ գազար ուտես, թթու գազար։ Լավ չէր։ Պամիդորը վարունգո սալատը։ Վաղը կպատրաստեմ։ Բերին ձմերուկը կտրատեմ, երեխեք ջան, տեղավորեմ, մի հատ սառնարանա։ Հետո արդեն ռոլաքսացիա։ Գնացինք։ Կուկու, բարի լույս ժողովուրդ ջան։ Ինչպես եք, ձեր Անահիտը վաղուց չէր մտել խոհանոց, ինչու, որովհետև զբաղվածության պատճառով արագ պատրաստում էի և ավելի, ոնց ասեմ, հեշտ բաներ էր, որոնք որ շատ հեշտ են պատրաստում։ Ծաղկակաղամբով ապուր եմ ուզում անեմ, ձեր Անահիտը, բաշ Անահիտը չկում, պետք եք սենց անեմ, որ անթո ձերքից ուժեղ խոհարաններ են սենց անում էլ, ես ես պետլայի վրա եմ դնում, որ մաքրեն ատա ձերքերը։ Հուսում եմ, որ տեսնում եք,
Հուսով եմ, որ շատ հեռու չի և բոլորդ մոտիկից, սպասեք ես աթորը հանեմ, մի քիչ ավելի մոտիկացնեմ, վալա, լավ ասենց երեխեք ջան, իհարկե լավ։ Հիմա ես ինչ եմ անում, ֆրանսիական տիպիկ ճաշատեսակ է, դա կոչվում է քիշ, ամեն ձևով կարող եք պատրաստել քիշը։ Քիշը կարող եք պատրաստել լախդոնով, մի վայրկյան երեխեք զանգում են ինձ։ Ուրեմն քիշը կարող եք պատրաստել ինչ ունեք տանը, բայց ես ձեզ ասեմ, նրանք ովքեր բնակվում են Ֆրանսիայում, Իսպանիայում և ամենտեղ, շորիձոն դա իսպանական երշիկ է, կծու, կա շատ կծու, կա կիսակծու, կա ավելի դու։ Շատ գեղեցիկ է ստացվում և շատ համեղ է ստացվում, իրար հետ երկու համը խառնվում են, դա պուահո շորիձոն է, և այծի պանիրներ է շատ սազում հետը, ուղղակի այծի պանիրը չունեմ, թե չունեմ, կտեսնեմ վերջին րոպեին։ Քիշը ընդհանրապես դուք կարող եք խմորը դուք պատրաստել, ընդհանրապես Ֆրանսիայում օգտագործում են այս մասը սպիտակ, բայց ես կանաչ մասներ եմ սիրում, մի քիչ ես չորերից հանում եմ և արդեն անցնում կտրատելու։ Ընդհանրապես յուրաքանչյուր ֆրանսիացի ինքը քիշը պատրաստում է առանց տապակելու։ Ասենք խոսքի դուք ունեք սպիտակ վիչինա, ունեք ձեր տան բոլոր այդ ինչ ասեմ, երշիկեղեններ, կտրատում եք, ես իսա ցույց կտամ, երբ որ խմորն արդեն դնում եք, հետո լցնում եք մեջը, վրան լցնում եք այդ ամբողջ խառնուրդը, ձուն, կաթ եւ այլ, պանիրը լցնում եք վրան, գնում եք ջեռոց, այստեղ ոչ մի բարդ բան չկա, բայց շատերի համար սա շատ բարդ է, մանավանդ ֆրանսիական բոլոր բիստրոներում եւ ֆրանսիական բոլոր փոքրիկ ռեստորաններում, կաֆեներում, որոնք որ գտնվում են արտասահմանյան տարբեր երկրներում, ձեր համար դա լյուքս է։ Բայց այդ լյուքսը կարող եք պատրաստել ձեր տան։ Գնացինք։ Հիմա այս պուահոն ինձ թվում է բոլորդ ունեք այս սոխուկները, բոլոր տեղերն կա։ Մեր Ֆրանսիայում Հայաստանում կարող եք սոխով անել։ Կանաչ սոխ, բայց մի քիչ հաստոտ կանաչ սոխ է։ Սոխուկներով, շատերը կան սոխ են անում, բայց խորհուրդ չեն տա։ Սա ավելի լավ է լինում։ Սերժը շատ է սիրում ես պուահոյի և շորիձոյի խառնուրդը։ Ես գիտեի, որ ունեի շորիձո, դրա համար չգնեցի, ընդհանրապես շորիձոները կարող եք գնել երշիկանման շորիձոներ, ավելի լավ է լինում, որտեղ ինքը քառակուսի գունգունդ է լինում։ Իսկ սա տապակա, բայց ինչ կկտրատեմ։ Տեսեք, սա մի սոխուկ է, բայց ես երկուսը կանեմ, որովհետև ինքը հետո բանա մտնում է, էլի քչանում է մասան։ Հիմա սա մի քիչ կտրատեմ, այս չոր մասերը կհանեք երեխեք ջան։ Այսօր որոշել եմ ժամը քանից տամ է, որ 10 է, այսօր որոշել եմ, որ ամբողջ ճաշի զագադովկեն տեսնեմ և հետո արդեն հանգիստ անցնեմ իմ գործին։ Քանի որ իմ ամբրագրման ժամը 5-ին է, ես ունեմ բավականին ժամանակ իմ գործերս առաջ տանեմ և արդեն ճանապարհ եմ գնում, գիտեք, որ բոլոր իմ մոտից Սյուզի քաղաք մանիկյուրի տեղը մի ժամ է։ Եկեք մակրատով կտրատեմ։ Ավելի հեշտ է լինում։ Ամեն ինչը հիմա տապակեմ և այլն շատ շուտ է, դրա համար թողնենք ես ամենքան կա հետ գալու, սա այսպես ժողովուրդ ջան, այս հենց լցնում ենք վրան, խառնում ենք, ոչ մի յուղայինություն չեմ անում, որովհետև շորիձոն բավականին յուղոտ է, եղոտ է, հիմա գնանք մի քիչ տապակվի միասին համերը խառնվի իրար հետ և հետո կանցնեմ արդեն գործի, սա արված է ձուն է երեխեք։ Ես լավա հիշեցի, բացեցի սակարանը։ Սա ես հիմա ավարտեցի, որպեսի նորից համերը խառնվեն իրար հետ, ես հիմա կպատրաստեմ դեսերտը նախորդ, հետո նոր լոլիկը և վարունգը։ Երեխեք, ես չգիտեմ ինձ ով է նայում, բայց ես ուղղակի խնդրում եմ, շատ եմ խնդրում,
երիտասարդ բլոգերներ բանանը եւ խնձորը եւ ինչ ասեմ բոլոր բանջարեղենները, մրգերը երեխեք հերիք այդ հիստերիկությունն անեք օճառով լվանակ դուք տեսել եք որ ձեր ծնողները օճառով միրգ լվանան մերն եմ են օրվա որ բոլոր ընտանիքի համար միակ կռուշկա էր մի բաժակ կռուշկա հենց տենց ասենք հերիք այդ հիստերիկություն դկունից եք վերցել այդ ռուսացկից եք վերցել դա խնձորը լվանում եք ու կլեպը հանում եք կեղև արդեն եթե ինքը մտել է ուզում է սապորը տեսնեց կլեպը մաքրեք բանանը մաքրած վիճակում է սապոնով լվացրեք հակատակի հիշեցի այդ աստիճանի հիստերիկ կլինեն մեր ժողովուրդը որ բանը այդ ընդօրինակել են Ամերիկայի կան այդ բաներին են բլոգերներ կամ ռուս բլոգերներ են հիմնականում լվանում դրում սապոնով ուսեցին ինչ ասեմ սոդա են լսնում ես են լսնում արա դե որ մերնել ես եկիրակը մերնենք էլի հիստերիկություններ մի արեք մեր ազգին սազական չի մենք ինչ ասեմ դարը ապրած են մութ տարիներ ապրած ազգ են լվացեք ձեզ մրգերին վերջերի ջրիտակ հասկացեք պրծավ գնաց կամ տակ ջրիտակ եթե ուզում եք բակտերիաներն ասնել ես լինելով գյուղատնտես գյուղում մեծացած տղայի հետ եմ ամուսնացել ունեցել եմ գյուղացիս կեսուս կեսար պեստիսիդը այդ թույնը որ գալիս է յուրաքանչյուր ծառի ճյուղի վրա քամին քշում է այդ պեստիսիդը ձեր օրգանիզմի մեջ է մտնում հասկացեք երեխեք ջան ձեզ թվում է թե շատ բլոգերների թվում է թե իրանք այնքան խելացի են իրանք սովորում են դեռ սովորում են ինստիտուտներ համալսարաններ իրանք արիստոկրատ ընտանիքից են իրենք հարուստ են իրենք ունևոր են իրենք ճանաչված են եւ պետք է այդպես ապրեն այդ ում կպատմեք ձեր աուդիտորիային երիտասարդներին հանկարծ ինձ չխաբեք դրանով լոլո չխաղաք ես այդ ժամանակ Հայաստանում ապրելով ես չեմ իմացել որ դա այդպես ա եղել կամ բան բայց այսօր ես ամուսնացել եմ մեկին որ ամբողջ գյուղատնտեսությունը ինչ ասեմ 10 մատի պես գիտի քանի որ ինքը ծնվել է շաղախվել է այդ կյանքում ասենց մաքրեք բանանը սապոնի մեջ լավ լվացեք կերեք նույն բանն է լինում ձմերուկը էլ օճառով էլ քացախով էլ սոդայա ջրով միակ կոմեդիա կար ֆրանսիական բանը այս աղջիկը այդպես բաներ էր անում ընկերներ ամուսիններ ջղայնացա վերցեց մի օր գալիս է տենում ինչ ունիտազի տակը բանա դրմեցրել տուալետի սենց բանա դրել ջուրը լցրել ամեջը ու տենց լվանում ասում է ինչ ես անում ասում է ինչ տարբերություն սրատակը թեստեղ բանը ծիծաղում են դաժը կինոների մեջ ձեր են առնում որպեսզի դուք ձեզ չդնեք շատ մաքրասերի ախր այդ մարդկանց տունն է որ նայում ես ինչ ասեմ կեղտը հելը փախնում է մենք այսքան ժամանակ մենք ամեն մեկս մեր բաժակն ունեցել ենք եկեք ծուռ նստեք ճիշտը խոսացեք էլի դրա համար չեն նայում ինձ ոչ մեկ գնում են այնտեղ որտեղ հիստերիկություններ կա հետ չեն նայում զատո իմ աուդիտորիան ինձ շատ սիրուն նայում է որ ավելի ճանաչում է տելևիզիոները Հիմա ես ձեզ ցույց կտամ, թե ինչքան եմ ես իրար հետ տվեց եմ այն, որ մի քիչ թուլանա ինքը այդ բանը, պուաղում։ Ուրեմն երկու հատ բանան արեցի, խնձոր չեմ անում, չի սազի խնձոր։ Եկեք այսօր պատրաստեմ այն բանան, քիվի եւ ելակ։ Ելակն էլ ոնց որ բան դինի, կարտոֆիլ։ Երեք ինձանից գոմ ամեն ասում, մամ չգնամ, գնեմ կոնֆիտյուրան, ասում է, բալաջան կոնֆիտյուրի ժամանակն է, էսի բանը այդ պարմիկի բաներ են այդ ելակներ են, բայց հեսա մայիս ամսին ուզում եմ արդեն բուրաբաներս ավարտվում է չկա, ելակ պարտադիր պետք է անեմ այս տարի, պարտադիր, դաժի եթե թանկ լինի շատ, Սերժը շատ ասիրում, Դավիթի ու Կարլայի ռեգիոնը, ելակի ռեգիոնն է, Մայիս ամսին ուզում ենք գնանք երեխեքի մոտ, վայ երեխեք գիտեք, իմ էլեմենտը նստում է, գնամ միակ բերեմ շաղժը անեմ, ահա սիրելիներս, սալատ եմ պատրաստել,
Շատերը կան, որ լցնում են մեջը բան այդ մանթի տերևներ, ես ունեմ, գիտեք, բայց չէ Սերժ կարող է չսիրի։ Հիմա եկեք կտրատեմ ձմերուկը։ Ասում են, այո, այս սեզոնի ձմերուկը լավը չի բա, բայց եթե չեմ սխալվում, սա որտեղից է գալիս, Մարոկից է գալիս, եթե չեմ սխալվում։ Դեր հիմա որտեղից որ գալիս է, Ախեջան, արդեն ուշ է, գնել ենք։ Մայրիկն է գալիս։ Որ ասեմ շատ ընտիրա, սուտ կլինի, բայց վատը չի էլի։ Բան հովացնող միրգ։ Վայրույս ներնեմ արի։ Կարծես չի անում։ Ոտ լավն է, վատը չի, թե չէ որ ամառվային շոկին արվում եք, էլի նույն համը չի։ Լավն է։ Մամ, ուրեմ նայ ուշադիր ինձ ոսին, շատ ուշադիր։ Հա, այսօր ես պատրաստում եմ շորիձո, բանով մամ այդ քիչ եմ անում սլայոնի խմորով, դու շատ ես սիրում պիձայի նման։ Պատրաստում եմ ամառային աղցան, պամիդոր, վարունգ, բիբարդ, կարմիր սոխով ու մրգի սալատ եմ արել, այսօր ոչ իման մի սարքի։ Եղավ, մեկ էլ մի բաներ հարցեմ, կարող է ֆետա ունենաս։ Մի հատ ֆետա, հաստատ մամ ջան։ Համով եք, չէ մամ։ Լավ, այդ համ ասել քեզ նմանում է ձմերուկի։ Ուրեմն այն մասը, որը որ ավելանալու է, սա դրել ես մի կողով է, որ խմորել եմ պատրաստել, կողքերից կհանեմ և կդնեմ ջերոցը, վրան շաքարավազ կանեմ, այս ես դնենք այստեղ, և կպատրաստեմ սիրունը, ինչ են ասում, ասիք, սլայոնի, ինչ որ մի հետաքրքիր, ցած ոնց են ասում, այ այսպես կանեմ, նայեք, այ այսպես, սկդնենք, որպեսզի վրոդի խմորեղենը վրան պուդրա կանեմ, շաքարի փոշի կանեմ, եղավ ձեզ խմորեղեն, վավադնով։ Հիմա ծակոտենք, ծակցիկենք։ Սա գնում է այստեղ, որտեղ սա հետո կդնեմ ջերոցը։ Հիմա, ինչ անում ձեր Անայի դժկան, սիրելիներս։ Սա ծակոտեցի, դուք կարող եք մի քիչ խմորը եփել, որպեսզի ինքը շատ տլախ չլինի, բայց ես չեմ անում դա։ Ես հիմա հանում եմ կաթը, 4 ձու արեցի, որտեղ քիչ շատ է մասա։ Տեսրեք ինչ եմ գնել, սա գնել եմ Սանթխակողից, շատ կարևոր է, միշտ ման էի գալիս, քիչ ձվի համար, լավ է, շորիձոն անվիա, բայց չէ կարել եմ մի քիչ անել վիսոտեքի, շատ չէ, բայց մի քիչ անեմ, մի քիչ է սև պղպեղ, չնայած կարիք չունեմ, քանի որ շորիձոն մի քիչ կծու է, խեմ լիկիդա, ես ինչը կա, սա է լցնեմ, որ չփչանա հետո, եթե չէ մոռանում ես, որ բացած վիճակում երկար պետք չի պահել, սա այսպես, սա գնում է լավալու, բայց հետևում մի հատ ամբողջությամբ կհավաքեմ, խոհանոցը կմաքրեմ, խառնում եք և ավելացնում եմ կաթ, ըստ ձեզ, գիտեք ինչու, որովհետև ես պետք է ավելացնեմ աղացած պանիր մեջը, աղացած պանիրը սա էմանտալ է, սա մոդարելա է, Իտալիան և Ֆրանսիան խառնվում է իրար,
Դա թողնենք մի քիչ վերջում կլսնեմ։ Ժեներոզման լցնում եք։ Տեսնում եք արդեն մասսան դառավ մի քիչ պնդոտ, որպեսզի վերջում կտեսնենք, եթե շատ պինդ լինի, մի քիչ էլ կաթ կավելացնեմ։ Բայց ես գտնում եմ, որ կաթով ավելի լավ է։ Հիմա այս մասսան ինչ ունեք, լցնում եք ձեր խմորի վրա, դա կլինի շերտավոր, կլինի բրիզեն որն է, չեմ հայերեն, գիտեք որն է, ոնց որ պիսոշնի խմոր է, բայց առանց քաղցրի, աղի։ Սա էստեղ, անուշ հոտ անգել, եթե կարողանամ փոխանցել ձեզ հոտերը, և մի քիչ աղացած պանիր կլսնեմ դրա, հայ այսպես։ Ընդհանրապես ես նաև անում եմ լոլիկով, որ լավ պավիդոր եմ ունենում մեր տնական, լոլիկներ եմ, պավիդորներ եմ լսնում նրա վրան, պենիդորչիկ, քիշը, և այս ամբողջ, մի քիչ պետրուշկայել եմ անում երխեք, նենց համով այն լինում, պետրուշկա կամ եթե սիրում եք համեմ արել, բայց ես պետրուշկա եմ սիրում, Սերժն էլ է պետրուշկա, չգիտեմ ինչից ամուսինը չի սիրում համեմ, իսկ եթե մի մարդ չի սիրում լիբա, ես չեմ պատրաստում, աշխատում եմ շրջանցել, որովհետև դա մենակ քո համար չի ճաշը, ճաշատեսակները։ Հիմա սա այսպես և եկեք արդեն լցնենք վրան։ Վալա։ Դուք չվախենաք, որովհետև ինքը տարածվում է, երեխեք ջան։ Չորսը ձուն լրիվ լավ էր։ Չնասած մտածեց իմ քիչ շատ անեմ ձուն, բայց չէ։ Վալա, ոչ ալուր, ոչ մի բան։ Ձեզ պետք է ընդամենը ձու, կաթ և սերուցք։ Եթե սերուցք չունեք, միայն կաթը լավ է։ Ահա, սա 11:20 է, սա գնար ջերոց։ Ես չխկոց լսեցի դրան, Սերժը եկավ։ Դեր որ Սերժը եկավ։ Բաշկանի պարվաժնի տեքստա շոու тут не провокационный. Монтажен я провокосот, только что не обрадовался не ширкус. C'est-à-dire? Я манка de mathe. On mangera dehors? C'est bon. Ouais. Comment midi, tu arriveras vers midi? Midi et quart. Je l'ai mis un peu tôt. Շուտ դրեցի ջերոցը։ Ինչ խոսած չհասկացա, բայց վերջում թարգմանեց, կարևորը, հիմա սա և սա կգնա, կարող եմ այդիկ էցտեղ խմեն, գիտեք սուրճ երեխեք, չէ, գիտեք էստեղ մաման կմրսի, սետիքի մի քիչ սպազնյակ կա, սա այստեղ, Սալատը սա գնում է սառնարան, որտեղ Սերժը երեք իրան ուտում է կանաչ սալատ, չգիտեմ, տեսնում եք, թե ոչ սիրելիներս, իհարկե տեսնում եք, Սերժի համար երշիկը կտրատեմ, ասել Հակոբին, գյուղական ձևով կտրատում են այ էսենց, քաղաքի ժողովուրդը մանր, բայց իսկական, որ համը ուզում են իրանք համը լինի, այս երշիկների մանավանդ, կտրատում են այսենց հաստուցեն, ասացիները։ Եվ համտեսում են կարակով։ Մի քիչ կարակ դնեմ կողքը, սա Սիրոժի, լրիվ հերիքա, հացը բերեն։ Բնականաբար ես ոչ երշիկ եմ ուտելու, ոչ էլ հաց։ Ահա սիրելիներս, հիմա ես սա պուդրայով կլցնեմ պուդրան վրա և այս մրգային աղցանի հետ կմատուցեմ որպես դեսերտ, իսկ սա եմիշտ ու ձմերուկ, գնացինք։
Ահա, խրթխրտան մի բան, որ մրգի հետ մատուցեմ այսօր ճաշից հետո սրճի սեղանի շուրջ։ Այ, ծունկս ճտոց։ Քիշը պատրաստ է, հիմա կկտրեմ և մեջն է ցույց կտամ սիրելիներս։ Շատ համեղ, շատ, ինչ ասեմ, կոմպլե կերակուր է, մեջը ամեն ինչ կա, և մսեղեն, և բանջարեղեն, և սլայոնի խմորը, որպես հացի փոխարինող, այնպես որ պատրաստեք և չեք փոշմանի։ Ահա սիրելիներս, մեր քիշը պատրաստ է, հիմա տանեմ մամային և իր համար սալատ տանեմ։ Չնայած կարելի է մաջակետ ծերուսերիս։ Սալատը, չնայած ես ձեթ եմ արել, բայց Սերժը սիրում է իր սոուսը։ Հացը, մեր առաջին ճաշը դրսում։ Я так рада, մարդ չի ուզում տուն գա, բայց այսօր ես ճաշից հետո պետք է մեքենայի մեջ լինեմ և ինձ թվում է այսօր ժամը 5-ի կողմերը տեղ կգտնեմ Սյուզիի մոտ կանգնացնեմ, որտև այդ ժամին արդեն մարդիկ բոլորը գնում են տուն գործից, բայց ես մի քիչ շուտ դուրս կգամ, մեքենան կկանգնացնեմ իմ միշտ որ կանգնացել եմ տեղ, որտև ուզում եմ մի երկու տեղ մտնեմ, թե չէ, հավես չկա դեպավ, մի խոչից, նичего делать. Ես կուպկա հակա, երեխեք, որովհետև ամեն դեպքում քամի է խաղում։ Ֆրանսիացիները սկզբից ուտում են առաջինը, երկրորդը ռուսների նման են, երեխեք ասեմ։ Այսինքն ռուսներն են ֆրանսիացիների նման։ Իսկ մենք հասկանում եք ես խոսում։ Իսկ ես սիրում եմ խառնել, մենք մեր հայերս տենց ենք սիրում ուտել։ Խառնել չափի սահմաններում են։ Եկ խակերը ժնում։ Կանգնածս տեղը, ես ընդհանրապես շարժումները սենց եմ անում, որ մարմինս և ոտքս իրար հետ շարժվի, որովհետև ես բնավորությամբ մի քիչ բան եմ այդ անում, ինչա մի վարկան մի քիչ առաջ տամ։ Ես բնավորությամբ մի քիչ տեսրեք, արագաշարժ եմ, դրա համար միշտ զգուշ եմ լինում, որ այս ոտքից շարժումը շատ ճիշտ անեմ, որովհետև գիտեմ, որ խախուտ այլի, նենց կտած, ուղղակի այդ ձայնից ես իմ ամբողջ մարմինս փշաքաղվեց ու հիմա ահավոր ցավում եմ։ Tu dois couper cet arbre. Si ça, celui-là, qui donne rien, l'autre, en fait. Ça pour toi, ça sera plus facile. Դե ինչ սիրելիներս, եկեք ավարտեմ իմ վլոգը, ցանկանամ ձեզ բարի դիտում, ցանկանամ ձեզ հրաշալի օր։ Նախորոք ասեմ, որ ես երբ որ մի բանի շուրջ խոսում եմ, ես չեմ բարկանում, դուք մի անհանգստացեք։ Ես ուղղակի ցանկանում եմ, որ մարդկությունը մեկը մեկին հիմարի տեղ չդնի։ Ցանկանում եմ, որ բոլորը հասկանան, ոմանք, եթե կարող են այդքանի մեջից միլիոնավոր մարդկանցից 2-3-ը հասկանան եւ վերցնեն իրենց վրա եւ մտածեն, որ այդքին ինչ որտեղ ճիշտ էր ասում, դա արդեն մեծ հաղթանակ է։ Իսկ ինչ վերաբերվում է, որ մարդիկ մտածում են, թե ես ինչ որ քննադատում եմ, ես ընդհանրապես այդ ջիղը չունեմ քննադատելու։ Ես ուղղակի ցանկանում եմ, որ լինեք եւ մնաք այնպես, ինչպես դուք եղել եք երիտասարդ ժամանակ, երեխա ժամանակ, լինեք պարզ, լինեք հասարակ։ Դե ինչ սիրելիներս, համբուրում եմ ձեզ շատ եմ սիրում, իմ աուդիտորիայի համար խենթանում եմ, որովհետև դուք իրոք օրը օրի վրա ես
տեսնում եմ եւ զգում եմ եւ ապացուցում եմ, որ դուք իրոք լավ մարդ եք եւ մենք մեկովս ավելի ուժեղ ենք։ Համբուրում եմ իմ թիմին, բարի գալուստ նոր հետևորդներին եւ եկեք սրանով ասեմ պակա։ Պակա։